Ես ծնվել ու ապրում եմ Հայաստանում։ Ես ամբողջովին հայ եմ, ու իմ պատմությունն էլ իմ հող ու ջրի նման հայկական է։ Ամեն անգամ, երբ մտածում եմ հայի տեսակի մասին, միշտ զարմանում եմ, թե որտեղից մեզ այդքան ուժ և արարելու անսահման ունակություն։ Մեր հող ու ջրին, մեր արմատներին ու բնությանը մոտ լինելու համար էլ ես որոշել եմ գնալ քաղաքից դուրս։ Ես Արայք Համբարձումյանն եմ, քաղաքից դուրս այսօր գտնվում եմ Կոտայքի մարզում և ձեզ պատմելու եմ Լեռնանիստ համայնքի կյանքի պատմությունը։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, ամեն անգամ ես հիանում ու զարմանում եմ Հայաստան աշխարհի գեղեցկությամբ, առատությամբ, հարուստ պատմությամբ։ Այս նախագիծը ինձ համար նոր աշխարհներ բացահայտեց, և ես էլ շարունակում եմ իմ բացահայտումները ձեզ համար սիրելի հեռուստադիտող, որովհետև եթերում քաղաքից դուրսն է և քաղաքից դուրս ամեն անգամ ես ներկայանում եմ նոր ու հետաքրքիր բացահայտումներով։ Գնացինք։ Լեռնանիստ համայնքին մոտենալու ճանապարհին կանաչապատ դաշտերի մեջ ես նկատեցի գեղեցիկ տարազներով պարախմբի։ Հետաքրքրությունս շարժվեց և որոշեցի մոտենալ։ Ես անտարբեր անցնել չէի կարող։ Նայեք ինչ գեղեցիկ տեսարան է, կարծես կակաչներ ու զանգակներ լինեն բացված այս գեղեցիկ անծայրածիր Հայաստան աշխարհի դաշտերի մեջ։ Ու հիմա ես պիտի մոտենամ և հասկանամ նրանք ինչու են ընտրել հենց այս տարածքը և ինչ են անում այստեղ։ Գնացինք։ Խանգարենք։ Բարև ձեզ։ Մի փոքր խանգարենք ձեզ։ Բարև ձեզ, ես Արայքն եմ։ Բարև ձեզ, Գոր, հաճելի է։ Բարև ձեզ, Արայք։ Բարև ձեզ, Գայան եմ։ Շատ հաճելի է։ Ինչ եք անում այստեղ, Գոր ջան, Գայան ջան։ Ինչ կարող անենք, Արայք ջան, նկարահանում։ Էս ինչ սիրուն են։ Ճիշտն ասած, մենք գնում ենք Լեռնանիստ և ճանապարհին նկատեցինք, որ այս բաց գեղեցիկ դաշտերի մեջ կարծես ծաղիկներ բացված լինեն գարնանային ու չենք կարող անտարբեր անցնել ու անմիջապես մեքենա կանգնեցրել ենք, հիմա մոտեցել ենք, որպեսզի պարզաբանենք, թե ինչ եք անում այստեղ և ինչու եք ընտրել հենց այս տարածքը։ Դուք պատրաստվում եք մեկնել Լեռնանիստ, մենք էլ պատրաստվում ենք մեկնել Հանրապետությունից դուրս, Եվրոպա, Եկեք գնանք մոտենանք իրենց։ մոտենանք Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան և Ինչ եք Վիեննա անելու այնտեղ։ շրջագայության Հայաստան աշխարհը ներկայացնելու։ Բրավո։ Ու իրենք ձեզ հետ են լինելու։ Այո, իրենք Հայաստան պարախմբի, Արարա պարախմբի և Ինսայթ պարախմբի սաներն են, ընկեր Գայանեն, ընկեր Ռուզաննան և ընկեր Ավետիսը։ Ինչ ժանրի պարեր եք ներկայացնելու, չնայած արդեն տարազները նկատեցի ու հասկացա, որ միայն հայկական, ազգային։ Այո, Միանշանակ հայկական ժողովրդական պարեր։ Իսկ երբ եք մեկնում։ Հունիսի 8-ին Աստծո հաջողությունով դեսպանատան հարցերով ամեն ինչ արդեն տրված է առաջ եւ առաջ Աստված հունիսի 7-ի երեկոյան 12 օրյա շրջագայությամբ պետք է մեկնենք Եվրոպա։ Ճիշտ է երեխաներ։ 10 դարձավ 12։ Հրաշ։ Սիրելի դեսպանատան աշխատակիցներ, խնդրում եմ անպայման ուշադիր նայեք այս տեսաուղերձը, որովհետև Հայաստանը այն բացառիկ երկիրն է աշխարհի ու երկրագնդի վրա, որն ունի բազմադարյա մշակույթ եւ արվեստ։ Եվ ամեն տեղ, երբ որ ներկայացվում է հայկական մշակույթը, այն անմիջապես արժանանում է բուռն եւ ջերմ ծափողջունների, որովհետեւ մենք հայրս շատ մշակութասեր ժողովուրդ ենք։ Ու կարծում եմ, որ այս հրաշքները շուտով կզարմացնեն ամբողջ աշխարհին, ներկայացնելով մեր հայկական ազգային պարը եւ իհարկե պարային բեմադրությունները։
Ես շատ ուրախացա, շատ շնորհակալ եմ ձեզ, բայց կարծում եմ, որ մեզ այդպես դատարկաձեռն չեք ճանապարհի եւ մեր հեռուստադիտողի համար ինչ որ մի սիրուն պարային ողջույն կարելի է ներկայացնել ու հետո մենք կշարունակենք մեր ճանապարհը, Գորգ ջան։ Դուք էլ արդեն կշարունակեք ձեր փորձերը կամ նկարանումները, չգիտեմ։ Շնորհակալ ենք Արեգ ջան, որ չանցակ ուղակի ես գեղեցկուհիներին նայելով եւ մոտեցակ մեզ, շնորհակալ ենք։ Շատ են մեզ ծափարել, մենք էլ ձեզ կծափարենք ձեր հաղորդաշարին։ Շնորհակալ եմ։ Իսկ ես էլ ձեզ հաջողություններ եմ մաղթում, որ զարմացնեք աշխարհասփյուր եւ հայերին եւ այն մարդկանց, ովքեր, այո, օտարերկրացիներ են, որովհետեւ Գորգ ջան, կարծում եմ դուք էլ ինձ հետ համամիտ կլինեք, որ ամենտեղ, որտեղ ներկայացվում է հայկականը, միշտ արժանանում է հիացմունքի։ Եվ այս անգամ կարծում եմ եւս, չէ՞։ Դե ձեզ բարի ելույթներ եմ մաղթում, բարի ճանապարհ, շատ լավ բան ասեցիք, իրոք որ ողջունելի է ձեր նախաձեռնությունը, որովհետև Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել հայկականը ազգայինը, դա այն բանի մասն է խոսում, որ դուք քարոզում եք, որ հայկականը ել ավելի շատ տարածում է։ Բրավո, ապրեք։ Այսօր ես Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում եմ։ Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Նախկինում կոչվել է Վերին Ախտա։ 1978 թվականին գյուղը վերանվանվել ու դարձել է Լեռնանիստ։ Լեռնանիստը գտնվում է Երևանից 45 կիլոմետր հեռավորության վրա։ Լեռնանիստը բարձր լեռնային բնակավայր է։ Ձմեռային ամիսներին ձյունը առատ է և ձյանշերտը պահպանվում է ավելի քան 4 ամիս։ Տարվա բոլոր եղանակներին էլ Լեռնանիստում գեղեցիկ է։ Լեռնանիստի դաշտերում ինչ ասեք աճում է։ Ուտելի բանջարներ, խոտաբույսեր, սնկերի տեսականի, այնպես որ այստեղի բնակիչները իրենց օրվա ազատ ժամանակը տրամադրում են բանջար հավաքելուն, սունկ հավաքելուն եւ այդպիսով կազմակերպում են իրենց օրվա ազատ ժամանցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էս ինչ եք հավաքում այս Շուշան դաշտերում։ ենք հավաքում։ Շուշանը ինչ են անում, մարինացնում են, Մարինատ տապակում ենք են։ անում, տապակում ենք, խաշում տնում ենք մարազելկեն, որ ձմեռ յուլայթան։ Իսկ Շուշանը միայն այս սեզոնին է աճում, թե նաև տարվա մյուս Չէ, սեզոններին։ այս սեզոնին է աճում։ Ահա, հիմա ո՞րն է Շուշանը, ինձ ցույց տվեք։ Շուշանն, էսի Շուշանն։ Ոնց եք անում սա։ Ահա։ Հիմա փորձեմ մի հատ էլ ես Հա, տեսնեմ մի կարա, հատ էլ հատուկ Անե։ խաղեք, հա։ բայց հա։ գտնեմ Շուշանի վայրկյան։ Էսի սապատիս էստեղ։ Էսի Շուշանա։ Հա։ Ուրեմն այսպես մտցնում ենք, ինչքան խորը կարծում եմ, այնքան Հա, ավելի հա, լավ։ հա։ Պիտի իր ցողունն էլ հետո դուրս գա։ Հա։ Արմատով Անեն հանես։ խանից ցողուն չի լավ։ Էս պետք է։ Գան, հա։ Բայց գիտեք ես Հա, հա։ կարում եմ անեմ, չեմ Հա։ կարում։ Լավ, հիմա այստեղ։ Ուրիշ էլ ինչ բանջարներ են այստեղ աճում։ Սինձ, թթվաշ, սիբեղ, հետո Նայեք, ոնց անում եմ չի ստացվում, արմատով է հելում։ սազար, Սազար։ հա։ Իսկ սնկեր այս տարածքում կան։ Սնկել, լրիվ է սարերեն սունկ են ըլում։ Հա։ Ամեն ինչ էլ աճում։ Ձեր անունը կասեք։ Սոֆիա։ Դուք այս գյուղում եք ապրում, տիկի Այո, Սոֆիա։ ի գյուղում եմ ապրում։ Արդեն քանի տարի է այստեղ եք ապրում։ 72 տարեկան եմ։ Այստեղ եք ծնվել հենց։ Հա, ստացվել եմ Այստեղ սել ապրում։ ամուսնացել եք, Հա, սել ապրում։ ապրում եք, շատ էլ լավ եք, անուտը շատ լավ վայրում եք ապրում, նայեք ինչ գեղեցիկ բնություն է այստեղ։ Հա։ Օդը մաքուր, թեև մի փոքր սառն է, տարբերություն Երևանի կլիմայի, այստեղ կլիման ավելի մեղմ է, քամիները հաճախ են լինում, շատ անձրևային է այս տարին, չէ՞։ Շնորհակալ եմ, լիքը շուշաններ հավաքեք, ինչքան կարաք շատ շուշան հավաքեք։ Ձեզ լավ որ մեզ էլ
Բարի ճանապարհ։ Շնորհակալություն ձեզի, հաջողություն, բարի Ապրեք։ ճանապարհ։ Շնորհակալ ենք։ Հաջողություն ձեզ։ Գնացի։ Հայաստանի դաշտերում ամեն ինչ կարելի է փնտրել ու գտնել։ Ես ճիշտ ասած քայլում եմ եւ այստեղ հանդիպեցի այս սպիտակ ծաղիկներին, իրանք իրականում ուտելի խոտեր են, որովհետեւ ես հիշում եմ, երբ որ փոքր էի, իմ տանեցիները այս խոտին ասում էին ճնճղան պաշար, տապակում են անգամ, բայց այն ժամանակ են տապակում, քանի դեռ ծաղկած չէ ճնճղան պաշարը։ Իսկ մենք էլ ասում ենք հացուպանիր այս ցողունի հատվածին, ու այսպես էինք անում փոքր ժամանակ, փոկում էինք ու ուտում ենք շատ համեղա, շատ քաղցր ցողունները։ Այնպես որ Հայաստան աշխարհը գեղեցիկ է եւ իր մարդկանցով, սարերով, ձորերով, անտառներով, հարուստ բնությամբ եւ գիտենք, որ մեր բնության մեջ աճում են շատ օգտակար, ուտելի եւ բուժիչ խոտաբույսեր, բանջարներ, բերք ու բարիքով հարուստ է Հայաստան աշխարհը։ Իսկ ես շարունակում եմ այսօր իմ ճանապարհորդությունը եւ ձեզ համար կբացահայտեմ, ինչու՞ չէ նաեւ ինձ համար կբացահայտեմ Լեռնանիստի պատմությունը։ Շուտով ձեր հարսանեկան երեկոն է, կամ միգուցե դուք պատրաստվում եք նշել ձեր ծննդյան տարեդարձը եւ մտածում եք ում հրավիրեք, որպեսզի նրանք գան եւ նկարահանեն ամբողջ օրվա գեղեցիկ ընթացքը ֆոտո եւ վիդեո տարբերակով, միանշանակ ես ձեզ կարող եմ օգնել։ Զանգահարում եք նշված հեռախոսահամարով եւ Մուրադյան Production-ի արհեստավարժ օպերատորները գալիս են եւ անմահացնում են ձեր օրվա ամբողջ ընթացքը եւ դուք ձեր տեսադարանում ունենում եք բարձրակարգ նկարահանում։ Սելի հեռուստադիտող եւս մեկ անգամ նշեմ, որ Մուրադյան Production-ը բոլոր նկարահանումներն իրականացնում է բարձրակարգ տեխնիկական միջոցներով։ Մուրադյան Production, ժամանակին համահունչ, ճաշակ եւ որակ։ Քաղաքից դուրս ես շարունակում եմ իմ ճանապարհորդությունը Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում եւ հիմա քայլերս ինձ բերել են մի սուրբ վայր, որն իր պատմությամբ եւ իր վկայությամբ հրաշագործ է։ Ես հիմա գտնվում եմ Սուրբ Ավազան եւ Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ։ Այստեղ շատ բան ունեմ ձեզ պատմելու, որովհետեւ այս վանքի ընդերքից հոսող ջրի հրաշքների մասին այսօր խոսում են ամբողջ աշխարհում։ Ավազան եւ Սուրբ Հակոբ եկեղեցին գյուղի ամենաշատ այցելվող վայրերից է։ Սուրբ Հակոբը յուրահատուկ հոգևոր ու բժշկող ուժ ունի։ Վանքի հին խնկաբույր պատերը խոսում են մեր հնամյա ավատքի մասին։ Վանքի տակից հոսող ջրի բուժիչ հատկությունը հայտնի է շատերին եւ դրա մասին տեղացիները խոսում են փաստերով։ Տիկին Այդա ջան, խնդրում եմ, ասեք, ինչ կա այս վանքում։ Մեր եկեղեցին շատ զորավոր եկեղեցի է։ Ջուրը շատ զորավոր է, այս ջրով լողանում են հիվանդները, մաշկային հիվանդություն ունեցողները, տեղ ունենք, որտեղ իրանք այս սառը ջուրը հենց աղբյուրից լցում են վրները ու առողջանում են։ Բայց կարծում եմ, որ այդ ամենը պետք է անել մեծագույն հավատքով։ Այո, պետք է հավատք Առանց ունենաս, հավատքի։ եթե ասես, եսի, ջուրը լցնեմ լավ դե կանցնի։ Չխոսացող երեխեքը, որ բերում են, ըստ առավոտ շուտ, եթե չենք բացել եկեղեցին, բանալին ֆռոցնում են 3 անգամ երեխի բերանը, ինքը խոսում է։ Իսկ ժամը քանիսին է բացում եկեղեցու դուռը։ Եթե մարդ չի լինում, մի քիչ ուշ են բացում, ասենք մինչև 9, այտենց։ Սելի հեռուստադիտող, եթե ձեր բալիկները ինչ-ինչ պատճառներով կորցել են խոսելու ունակությունը, ուրեմն գալիս եք այս գեղեցիկ գյուղ, գալիս եք Սուրբ Ավազան Սուրբ Հակոբ հրաշագործ վանքի մոտ, առավոտյան շուտ, քանի դեռ չի բացվել եկեղեցու դուռը, եւ եկեղեցու կողպեքի բանալին մի քանի անգամ պտտեցնում են երեխայի բերանի խորոչում, որից հետո բացում են կողպված եկեղեցու դուռը եւ ասում են, որ դրանից հետո երեխան սկսում է խոսել։ Իսկ եղել են դեպքեր, որ դուք անձամբ գիտեք, տեսել եք։ Շատ։ Հա։ Մեզ մոտ Ռուսաստանից են բերել երեխա։ Ինքը ասաց, որ
տեղեկացել ենք, որ ստեղը տենց բան կա, ասեցի, հա, հավատում ես, ասեց շատ, ես շատ եմ տարել, բայց իրանք Ղարաբաղից էին, բայց ապրում էին Ռուսաստանում, եկել էին Ղարաբաղ, ընդեղից այցելեցին մեզ, իրանց երեխան խոսեց, աղջիկեր 6 տարեկան, այնքան էր ուրախացել։ Իսկ խոսում է հենց այդ բանին, թե ինչ որ մի քանի օր հետո փոփոխություն ա լինում։ Կարող է տամեստուն խոսի բառեր ասի արդեն, կարող է մի քանի օր հետո, բայց փաստ է, որ լինում է այդ հրաշքը։ Եկեղեցին, եթե ես չեմ սխալվում, 2 անգամ վերանորոգվել է եւ վերջին անգամ 2015 թվականին։ Շնորհակալ եմ այն բոլոր բարի մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են անում եւ վանքերի դռները նորից բացվում են եւ հավատացյալների հոսքը սկսում է ել ավելի շատանալ։ Մտնենք ներս։ Սուրբ Հակոբը ավերվել է 13-րդ դարի վերջին Լենգ Թեմուրի հրոսակախմբերի կողմից։ Հետագայում այն նորից վերաշինվել է։ Այսօր վանքը կանգուն է։ Ավազանի աղբյուրը պահպանվել եւ մեզ է հասել անհիշելի ժամանակներից։ Օրվա տարբեր ժամերին այստեղ մարդկանց հոսքը չի դադարում։ Մարդիկ գալիս են Սուրբ Հակոբի ավազանի ջրից խմելու եւ դրանով լողանալու համար։ Հաճախ այստեղ հերթեր են գոյանում։ Անգամ մարդիկ ջուրը դույլերով իրենց հետ տուն են տանում։ Հավատավոր մարդիկ ավազանի բուժիչ հատկությունը վերագրում են Սուրբ Հակոբ եկեղեցու։ Ավազան Սուրբ Հակոբ եկեղեցու հրաշագործ ջուրը բուժում է բազմաթիվ հիվանդություններ, եւ այսօր այս հրաշքի մասին խոսում են ամբողջ աշխարհում։ Ներսում ունենք ավազան, որտեղ ջուր ենք լցնում են աղբյուրի ջրից։ Մնում է, օրհնվում է, հիվանդները կսում են, ասենք գլխացավ են ունենում, թե ոտք, որտեղ ցավում է, կսում են, հանգստանում է։ Վախեցածներին այս ջրից ցանում են միամիտ։ Այսպես թողում են։ Հա, վախենա։ Ասենք կարող ինքը մոնվարի, դու բերես ու ջուրը թողում ես նրա դեմքին կամ նրա վրա։ Այդ վախը իրանց մեջից դուրս է գալիս։ Դուք հիմա հասկացաք, թե քանի հիվանդություն կարող է բուժել մեր հավատքը։ Կարծում եմ, որ մեր հավատքը, եթե մեր մեջ անբեկանելի է, անսասան է, բոլոր հիվանդությունները կբժշկվեն, որովհետև այս կյանքում բոլորս էլ գիտենք, որ կյանքի հրաշքները տեղի են ունենում միմիայն Աստծո կամոք եւ իհարկե մեր անսասան հավատքի ուժով։ Այստեղ օրվա տարբեր ժամերին Հայաստանի եւ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են մարդիկ այս սուրբ ջրից խմելու համար։ Եվ ասում են, որ պետք է այս ջրից խմել անպայման, տեսնում եք, այս հուշա քարի վրա դրված այդ թասերով եւ ամենակարևորը մեծ հավատքով։ Եվ հատկապես ասում են, որ այս ջուրը բուժում է մաշկային հիվանդություններ։ Անգամ այս աղբյուրից քիչ հեռու, մոտավորապես 10 քայլ հեռավորության վրա հատուկ սրահ է պատրաստված, որտեղ մարդիկ ջուրը դույլերով լցնում են ամբողջ մարմնի վրա եւ այդպիսով մաշկային հիվանդությունները, ալերգիկ հիվանդությունները, մաշկաբորբերը, նրանք ամենևին առողջանում են։ Ցելի հեռուստադիտող այս հրաշագործ ջուրը եւ այս աղբյուրը գտնվում է Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում։ Եթե դուք էլ ունեք հիվանդություններ, անպայման մեծ հավատքով եկեք նախ աղոթեք Սուրբ Հակոբ վանքում, որից հետո խմեք այս հրաշագործ ջրից եւ ինչպես տեղացիներն են փաստում, համոզված ենք, որ ձեզ մոտ գտնվող հիվանդությունները կարճ ժամանակահատվածում կբուժվեն եւ դուք կլինեք լիարժեք առողջ։ «1828-ից 31 թվականներին այժմյան Լեռնանիստ են գաղթել Խոյից 38, Սալմաստից 2, Բայազետից 6, Մանազկերտից 2 ընտանիքներ։ Այդ ժամանակ բնակչության թիվը 350 էր։ Այնուհետև 1852 թվականին Մշո Բուլանուղից գաղթեց եւ Վերի նախտայում բնակություն հաստատեց եւս 8 ընտանիք։ 1873 թվականին գյուղն արդեն ուներ 98 ընտանիք, 917 բնակչով։ Բոլորն էլ արևմտյան Հայաստանի տարբեր մարզերից էին։
իսկ 1922 թվականի մարտահամարի տվյալներով գյուղում եղել է 416 ընտանիք։ Այսօր բնակչության թիվը 3500 է։ Ասում են, որ Լեռնանիստը համարվում է Հայաստանի կենտրոնը։ Փաստորեն ես հիմա գտնվում եմ Հայաստանի կենտրոնում։ Շշմելու ազգ է հայը։ Իր ավանդույթներով, իր մշակույթով, իր պատմությունով, իր հյուրընկալ տեսակով, իր բաց սրտով։ Սելի հեռուստադիտող, ես քաղաքից դուրս այսօր գտնվում եմ Լեռնանիստում, Կոտայքի մարզում, շատ հետաքրքիր գյուղ է եւ հիմա այստեղ եմ կանգնում, որովհետեւ տեղացիները այս ժայռին անվանում են Մեծ քար։ Անմիջապես Մեծ քարի հարևանությամբ է գտնվում հրաշագործ Սուրբ Հակոբ վանքը։ Այստեղ մարդիկ եկել են եւ ծառի վրա բազմաթիվ ժապավեններ են կապել եւ հավատացել են, որ այս ժապավենը կապելով նրանց նպատակը պետք է դառնա իրականություն։ Բայց սելի հեռուստադիտող, ես պետք է նշեմ, որ սա քրիստոնեական ավանդույթ չէ, սա հեթանոսական ավանդույթ է եւ ժապավենը կամ կտորի ինչ-որ մի մասնիկը չէ, որ ձեր նպատակը պետք է դարձնի իրականություն։ Ձեր ցանկությունները, ձեր նպատակը իրականացնողը դա ձեր մեջի մեծ ու անսասան հավատքն է եւ իհարկե հենց դուք ձեր չկոտրվող տեսակով եւ ձեր քայլերը հստակ առաջ տանելով։ Լեռների մեջ սփռված այս գյուղը շատ գեղեցիկ է։ Կանաչապատ սարերն ու դաշտերը ամուր գրկել են գյուղը ու դաշտերից քամու հետ գալիս է բազմերանգ ծաղիկների անուշ բույրը։ Նայելով սարերին այնպիսի տպավորություն է, ասես կանաչ թավշյա գորգ փռված լինի։ Դե իսկ դաշտերում էլ տարբեր տեսակի ուտելի բույսեր ու սնկեր են աճում։ Լեռնանիստը բավականին մեծ գյուղ է եւ այստեղ ապրում են 3500 հոգի։ Բոլորն էլ սիրում են իրենց ծննդավայրը եւ ամուր արմատներով կարճած են իրենց հայրենի հողուճերին։ Բարև ձեզ։ Էսուր եք գնում։ Ում եք գնում։ Այստեղ եք ապրում։ Հա։ Ես բայց չարան ցավանում։ Հա, ջան, բայց այստեղ ինչ ես անում։ Հյուր ես եկել։ Հայրը տատիկ պապիկներն ստեղ։ Հա, տատիկին ու պապիկին հյուր ես եկել, հա, քո ազատ օրերն անցկացնում ես այստեղ տատիկի, պապիկի մոտ եւ բարեկամների մոտ, հա, սիրում ես Լեռնանիստը։ Այո։ Այստեղ օդը մաքուր է, չէ։ Ահա։ Իսկ դուք որ դասանում եք սովորում։ 5-րդ։ Երկուստ էլ 5-րդ դասանում եք սովորում, լավ եք սովորում, անկեղծ ասեք։ Հա, որտեղ ձեր ուսուցիչները հիմա նայում են այս եթերը եւ եթե ստեք, նրանք հաստատ կասեն նայեք եւ ոնց են ստում։ Եթե ասում եք այո, լավ ենք սովորում, ուրեմն լավ էլ սովորում եք, չէ։ Այդա եւ Աշո, ձեզ բարի ճանապարհ, մեզ էլ բարի ճանապարհ Լեռնանիստի փողոցներով։ Քո անունը ի՞նչ է։ Նարեկ։ Նարեկ, դե ճռծու, հեծանի վտ ու գնացեք, ես էլ գնացի։ Ստեսրում։ Ստեսություն։ Սիրելի հեռուստադիտող, դուք ինձ միշտ հարցնում եք, Արայիկ, ինչպես կարող են քեզ հետ ճամփորդել քաղաքից դուրս։ Ասեմ, պարզապես հետևում եք իմ Facebook-յան, Instagram-յան եւ YouTube-յան ալիքներին եւ պարբերաբար այնտեղ ես ներկայանում եմ նոր տեղեկություններով եւ պատրաստ եմ բոլորիդ ինձ հետ տանել քաղաքից դուրս եւ մենք միասին կքայլենք Հայաստանի ճանապարհներով։ Իսկ այսօր ճանապարհներն ինձ բերել եւ հասցրել են Կոտայքի մարզում գտնվող Լեռնանիստ համայնք։ Ու հիմա ես այստեղ փոքրիկ կանգառ եմ վերցնում, որովհետև քիչ հեռավորության վրա գտնվում է Սիրո աղբյուրը։ Իսկ թե ինչու է այս աղբյուրը կոչվել Սիրո աղբյուր, հենց հիմա ես ձեզ կպատմեմ այդ աղբյուրի պատմությունը։ Գնացինք։ Ահա եւ Սիրո աղբյուրը։ Շատ երկար պատմություններ ունի այս աղբյուրը եւ երկար տարիներ է, որ աղբյուրը կանգնեցված է եւ ջրի հոսքը երբեք չի դադարում։ Ինչու են այս աղբյուրին տեղացիներն անվանում Սիրո աղբյուր։ Ասում են, որ սա եղել է նախկինում սիրահար սրտերի ժամադրության վայրը։
տղան ու աղջիկը իբր թե գալիս էին ջուր տանելու աղբյուրից եւ նրանք ստեղծում էին այս գեղեցիկ առիթը իրար հետ հանդիպելու համար։ Եվ նաև ասում են, որ այս ջուրը շատ զույգերի համար դարձել է միացման առիթ եւ այստեղ ստեղծվել են սիրո պատմություններ, որոնք կյանքի են կոչվել եւ ունեցել երկար ու հարաբերական տարիների Շատ սառն է, շատ քաղցրահամ է այդ ջուրը, բայց նայեք ինչ հետաքրքիր է այս աղբյուրը եւ այստեղ տառեր էլ կան թորագրված, ով գիտե, միգուցե հենց այդ զույգերի անվան առաջին տառերն են այստեղ գրված եւ երևում է, որ բավականին հին են այս փորագրությունները, որովհետեւ արդեն ձուլված են քարի մակերևույթի, մակերեսի հետ, բայց շատ հետաքրքիր աղբյուր է։ Անկամ տեսնում եք, որ ժամանակի տարիների ընթացքում աղբյուրը ճեղքվել է, բայց միևնույն է, ջրի հոսքը չի դադարում եւ ջուրը հորդում է ու բոլորն այստեղ հագեցնում են իրենց ծառերը։ Լեռնանիստ բնակավայրում մարդիկ բնակվել են նախքան քրիստոնեությունը։ Այդ մասին են վկայում բնակավայրի 4-ից 5 գերեզմաններում նախքան քրիստոնեությունը եղած ծիսակարգերով կատարված թաղումները։ Ըստ տարբեր աղբյուրների վկայության գյուղն ունեցել է Կոտ-Գորան, Կոտ-Գորան, Քոթխորեն, Կորկոտան անունները։ Մարդկանց հոսքը Լեռնանիստում շատանում է հատկապես ձմռանը, որովհետև վերջին տարիների ընթացքում մարդիկ տարբեր տեղերից գալիս են Լեռնանիստ, որպեսզի բարձրանան այս սարի գագաթ եւ այնտեղից հատուկ ռետինե սահնակներով սահելով իջնեն մինչև ներքև։ Այստեղ ինչ որ ակտիվ գործունեություն է սկսվում ձմռանը եւ ժամանցի սիրելի վայր է դարձել Լեռնանիստը ձմեռային սպորտաձևերով զբաղվողների համար։ Հիմա նայեք, սա Սուրբ Կարապետն է, որը վերանորոգվել է 2014 կամ 15 թվականներին, եթե ես չեմ սխալվում։ Փոքրիկ մատուռ 2014 թվականին է վերանորոգվել։ Հիմա ես մոտենում եմ հուշահամալիրին, որը գտնվում է անմիջապես Լեռնանիստի դարպասների մոտ։ Տեսնենք ինչ հուշահամալիր է այստեղ կանգնեցված։ Այստեղ կանգնեցված է 1915 թվականի Եղեռնին զոհ դարձած մեր անմեղ զոհերի հիշատակ հավերժացնող այս խաչքարը 1915-2015, փաստորեն տեղադրված 2015 թվականին։ Քիչ այն կողմ արդեն Լեռնանիստի հերոս տղաների հուշակոթողն է, այն տղաների, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեր վաղվա օրվան, մեր ապագային եւ նրանք զոհաբերել են իրենց ամենաթանկը, իրենց կյանքը։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոս տղաներին։ Երկար տարիներ է, որ համագործակցում եմ Մուրադյան Production-ի հետ եւ իմ բոլոր նկարահանումները ես վստահում եմ Մուրադյան Production-ին, որովհետեւ Մուրադյան Production-ի օպերատորները բոլոր նկարահանումներն իրականացնում են բարձրակարգ տեխնիկական միջոցներով եւ բարձր որակով։ Իդեպ սելի հեռուստադիտող Մուրադյան Production-ը իրականացնում է նաեւ գովազդների եւ տեսահոլովակների նկարահանումներ նույնպես, այնպես որ բոլոր նկարահանումները կարող եք վստահել Մուրադյան Production-ին։ Մուրադյան Production ժամանակին համահունչ, ճաշակ եւ որակ ունենալու եք ընտիր տեսահոլովակներ։ Ես գտնվում եմ Լեռնանիստում գտնվող հնագիտական թանգարանում, որտեղ շատ հետաքրքիր իրեր են ցուցադրված։ Արդեն նկատելի են այս հնություն ներկայացնող իրերը, որոնք եւս մեր պատմության մասին են խոսում։ Սա ինձ հետաքրքրեց, այն չէ, ջրկիր դաշտի աշխատավորներին ջուր տեղափոխող սայլի ետնամաս։ Վադավոզի սայլն ուներ ընդամենը 2 ակ, իսկ սայլի վրա տեղադրված էր փաթյա հսկա ջրի տակառ։ Շատ հետաքրքիր է։ Նայեք,
Ապշելու բան, փայտյա տաշտ, պատրաստված մեկ փայտից, պատրաստվել է Տավուշի մարզի Կողբ գյուղում 1923 թվականին։ Ու մեկ փայտից է սա, մեկ կտոր փայտից, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Արայիկն եմ, Լուսիկ, Տիկին Լուսիկ ջան, շատ հաճելի է եւ հատկապես շատ տպավորիչ է այս ազգագրական թանգարանը։ Ինչքան իրեր են այստեղ պատվում։ Որտեղից են բերված այս իրերը։ Իրերը հավաքված են տարբեր մարզերից, տարբեր տարածքներից, հիմնականում Կագեբ գյուղից, հավաքել է Դավիթ Հակոբյանը համագյուղացի։ Հաստատ այս ամեն ինչ, այս բոլոր իրերը հավաքել է ձեր ամուսինը։ Ինչ ունեցել են իր պապերը, պապու պապերից, իրանց հարազատների, Հավաքել է եւ տարբեր տեղերից են, հա։ Տեղերից հավաքել են։ Ում տունն է սա։ Այս բնակելի տունը, այն առաջներում, ասենք 30-40-ական թվերին մեր գյուղում հիմնականում ունեցել ենք այս տիպի բնակելի տներ։ Հողածածկ տանիքով, որի մի մասում ապրել են մարդիկ, իսկ մի մասում ապրել են անասուններ են ապրել։ Հիմնականում իրանց տաքացնելու, էփելու համար թոնիր են ունեցել։ Եվ տան մեջ է, չէ՞, էլի թոնիր եղել երթիկով։ Երթիկն է, թոնիր են ունեցել։ Գժվելու եւ շշմելու տպավորիչ է սա։ Այստեղ մոտովի տեղափոխվում ես քո նախնիների ժամանակաշրջան ու փորձում ես մոտ տարածությունից շոշափել նրանց կյանքն ու կենցաղը։ Ու զարմանում ես, թե ինչպես են կարողացել ստեղծել ու արարել իրենց ժամանակների տեխնոլոգիաներով։ Այստեղ անցյալի ու ներկայի խաչմերուկները հատվում են ու նորից սկսում ես խորհել ու միաժամանակ ապշել։ Ցելի հեռուստադիտող, եթե գալիս եք Լեռնանիստ, անպայման այցելեք այս հնագիտական թանգարանը։ Այստեղ դուք մոտ կլինեք մեր նախնիների պատմությանը, կուսումնասիրեք բոլոր իրերը, որովհետև այստեղ թանգարանի ուղեկցորդները ձեզ կընդունեն մեծ ուրախությամբ եւ կպատմեն ամեն առարկայի մասին մանրամասն։ Աղբյուրներով ու սրբատեղիներով հարուստ Լեռնանիստը միշտ սպասում է ծանոթ ու անծանոթ բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են մոտ տարածությունից տեսնել Լեռնանիստ կոչվող հրաշքը։ Այստեղ դուք երբեք ձեզ օտար չեք զգա, որովհետև տեղացիները բոլորիդ կընդունեն մեծ ուրախությամբ ու խորին հարգանքով։ Այսպիսին էր մեկ օրվա պատմությունը Լեռնանիստ համայնքում։ Իսկ ես շարունակում եմ իմ ճանապարհորդությունը եւ մենք նորից կհանդիպենք քաղաքից դուրս։